Երբ 1999 թվականի դեկտեմբերին հատուկ ծառայությունները մտան նախագահական պալատ, նրանք գտան մի բան, որը երբեք չպետք է գոյություն ունենար. փաստաթղթեր, որոնք պարունակում էին ցուցակներ, հազարավոր կանանց անուններով, ովքեր դիմել էին Արագիլ բարեգործական հիմնադրամին։ Բայց այդ փաստաթղթերի մեջ կային նաև այլ գրառումներ, գումարներ, որոնք չեն համապատասխանում պաշտոնական հաշվետվություններին, հեռախոսազանգերի գաղտնի արձանագրություններ եւ ամենակարևորը, ցուցակ այն բիզնեսմենների, ովքեր կամավոր նվիրատվություններ են կատարել հիմնադրամին։ Փաստաթղթերի մի մասը ուներ կարմիր կնիկ, միայն առաջին տիկնոջ համատիկնոջ համար։ Բայց երբ սկսեցին ուսումնասիրել այդ արխիվները, պարզվեց ամենակարևոր էջերը բացակայում են։ Ով էր վերցրել դրանք։ Ինչու էր այդքան կարևոր թաքցնել այդ տեղեկությունները։ Եվ ամենակարևորը, ինչպես էր հնարավոր, որ բարեգործական հիմնադրամը, որը պետք է օգներ անպտուղ զույգերին, վերածվեց մի բանի, որից վախենում էին նույնիսկ ամենահարուստ բիզնեսմենները։ Երբ Ռիտա Դադայանը ծնվեց 1962 թվականից մարտի 6-ին Ստեփանակերտում, ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այս աղջիկը կդառնա Հայաստանի ամենազորեղ կնոջը։ Նրա մանկությունը անցավ Ստեփանակերտի 3-րդ միջնակարգ դպրոցում, որտեղ ուսուցիչները հիշում են նրան որպես հանդարտ, գրեթե անտեսանելի աշակերտուհի։ Բայց նույնիսկ այն ժամանակ, ովքեր ճանաչում էին ընտանիքը, խոսում էին մի տարօրինակ մանրամասնության մասին։ Ռիտայի մայրը, ով մահացավ հուլիսի 9-ին Ստեփանակերտում, միշտ կրկնում էր իր դստերը. «Երբեք մի վստահիժ նրանց, ովքեր խոստանում են օգնել անվճար»։ Այդ խոսքերը կարծես մարգարեություն էին դարձել ամբողջ ապագա պատմության համար։ Երբ Ռիտան հանդիպեց Սերժ Սարգսյանին եւ 1983 թվականին ամուսնացավ նրա հետ, նա դեռ չգիտեր, որ նրա կյանքը կվերածվի մի խաղի, որտեղ յուրաքանչյուր քայլ կլինի հաշվարկված եւ յուրաքանչյուր բարի գործ կունենա իր գինը։ Երկու դուստրեր՝ Անուշ եւ Սաթենիկ։ Երկու աղջիկներ, ովքեր մեծացան պալատում, որտեղ պատերը ունեին ականջներ, եւ յուրաքանչյուր խոսք կարող էր դառնալ զենք։ Ռիտա Սարգսյանը երբեք չի տվել հարցազրույցներ իր ընտանիքի մասին, երբեք չի խոսել իր զգացմունքների մասին։ Բայց նրանք, ովքեր աշխատում էին նախագահական նստավայրում, հիշում են մի տարօրինակ սովորություն։ Յուրաքանչյուր երեկո, երբ Սերժ Սարգսյանը հեռանում էր աշխատանքի, Ռիտան փակվում էր իր սենյակում եւ ժամերով խոսում էր հեռախոսով։ Ով էր մյուս ծայրում։ Պաշտոնական տարբերակով բարեկամուհիներ եւ հարազատներ։ Բայց անվտանգության ծառայության արխիվներում, որոնք հետագայում արտահոսեցին, կային գրառումներ այլ բնույթի. զանգեր բիզնեսմենների, բժիշկների, նույնիսկ օտարերկրյա դեսպանների։ Երի, ինչ էր քննարկվում այդ զրույցներում։ Ինչու էր առաջին տիկինը, ով պաշտոնապես չուներ որևէ քաղաքական պաշտոն, վարում այդքան ակտիվ հեռախոսային դիվանագիտություն։ Եվ ամենակարևորը, ինչպես էր կապված այս ամենը հիմնադրամի հետ, որը նա ստեղծեց 1012 թվականի ապրիլի 2-ին։ Արագիլ ազգային հիմնադրամը պաշտոնապես ստեղծվեց աուտիզմո երեխաների օգնության համար։ Գեղեցիկ անուն, ազնիվ նպատակ, հանրային աջակցություն։ Բայց շատ արագ հիմնադրամի գործունեությունը ընդլայնվեց։ Այն սկսեց օգնել նաև անպտուղ զույգերին, ֆինանսավորել արհեստական բեղմնավորման ծրագրեր, վճարել բժշկական ծախսեր։ Մակերեսինին կատարյալ բարեգործություն։ Բայց նրանք, ովքեր փորձեցին օգտվել այդ օգնությունից, սկսեցին պատմել տարօրինակ պատմություններ։ Մի կին, ով դիմեց հիմնադրամ երեխա ունենալու համար, հիշում է. նախ ինձ ասացին, որ ամեն ինչ անվճար է։ Հետո սկսեցին հարցնել. իմ ամուսինը որտեղ է աշխատում, ունենք ենք բիզնես, ինչքան է մեր եկամուտը։ Երբ պատասխանեցի, որ ամուսինս ունի փոքր ընկերություն, ինձ ասացին. հիանալի է, հիմնադրամը միշտ ուրախ է համագործակցել բիզնեսի հետ։ Ինչ նշանակում էր այդ համագործակցությունը։ Ինչու էին բարեգործական հիմնադրամի աշխատակիցները այդքան հետաքրքրված բիզնես գործունեությամբ։ Պատկերացրեք, որ դուք հուսահատ ծնող եք, ով տարիներ շարունակ փորձում է երեխա ունենալ։ Դուք գնում եք բժիշկների մոտ, ծախսում եք ձեր վերջին խնայողությունները, եւ յուրաքանչյուր անհաջողությունից հետո ձեր սիրտը կոտրվում է մի փոքր ավելի։ Եվ հանկարծ ձեզ ասում են՝ կա հիմնադրամ, որը կօգնի անվճար։ Առաջին տիկինը անձամբ հովանավորում է այդ ծրագիրը, դուք լցվում եք հույսով, բայց երբ գնում եք հիմնադրամ, ձեզ հանդիպում է ոչ թե բժիշկ կամ սոցիալական աշխատող, այլ մարդ, ով սկսում է հարցնել ձեր ընտանիքի ֆինանսական վիճակի, ձեր ամուսնու գործընկերների, նույնիսկ ձեր հարազատների բիզնես կապերի մասին։ Եվ հետո, շատ նուրբ, շատ քաղաքավարի, ձեզ ասում են. իհարկե մենք կօգնենք ձեզ, բայց հիմնադրամը միշտ երախտապարտ է նրանց, ովքեր նպաստում են մեր գործին։ Դուք հասկանում եք, թե ինչ է նշանակում այդ նպաստումը։ Դա չէր նշանակում պարզապես փող տալ հիմնադրամին։
Դա նշանակում էր մտնել մի համակարգ, որտեղ ձեր բիզնեսը, ձեր կապերը, ձեր ամբողջ կյանքը դառնում էր մի մեխանիզմի մաս, որը սնվում էր հուսահատությամբ եւ երախտագիտությամբ։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես մութ։ Քանի որ հիմնադրամը չէր պարզապես հավաքում նվիրատվություններ, այն ստեղծեց ամբողջ ցանց՝ բիզնեսմենների, պաշտոնյաների, բժիշկների, ովքեր բոլորը կապված էին մի անտեսանելի շղթայով։ Եթե դու ուզում էիր օգնություն ստանալ հիմնադրամից, դու պետք է ցույց տայիր քո երախտագիտությունը։ Եթե դու ուներ բիզնես, դու պետք է կամավոր նվիրաբերություններ անեիր, գումարներ, որոնք երբեմն գերազանցում էին քո տարեկան շահույթը։ Եթե դու էիր պաշտոնյա, դու պետք է ապահովեիր, որ հիմնադրամի ծրագրերը ստանան պետական ֆինանսավորում։ Եվ եթե դու էիր բժիշկ, դու պետք է ուղղորդեիր քո հիվանդներին հենց այն կլինիկաներ, որոնք համագործակցում էին հիմնադրամի հետ։ Ամեն ինչ էր կապված։ Ամեն ինչ էր վերահսկվում։ Եվ կենտրոնում, ըստ աղբյուրների, որոնք խոսեցին անանուն, նստած էր մի կին, ով երբեք չէր տալիս հարցազրույցներ, բայց ում անունը բավական էր, որ բացվեին բոլոր դռները։ Բայց ով էր իրականում Ռիտա Սարգսյանը։ Զոհ, ով հայտնվել էր իշխանության խաղերի մեջ եւ պարզապես կատարում էր իր դերը որպես առաջին տիկին, թե հաշվարկող խաղացող, ով օգտագործեց իր դիրքը, կառուցելու մի ամբողջ ստվերային կայսրություն, որտեղ բարեգործությունը եւ բիզնեսը խառնվում էին մի թունավոր կոկտեյլի մեջ։ Նրա մոտ աշխատած մարդիկ բաժանված են երկու ճամբարների։ Մի մասը ասում է, նա բարի կին էր, ով իսկապես ուզում էր օգնել։ Մյուսները լռում են, բայց նրանց աչքերում կարդում ես վախ։ Ինչից են վախենում նրանք նույնիսկ այսօր, երբ Ռիտա Սարգսյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 20-ին։ Ինչ գիտեն նրանք, ինչ մենք չգիտենք։ Եվ ամենակարևորը, արդյոք այդ ցանցը, որը ստեղծվեց հիմնադրամի շուրջ, իսկապես անհետացել է նրա մահից հետո, թե այն շարունակում է գործել, պարզապես այլ անունների տակ։ Երբ Սերժ Սարգսյանը դարձավ Հայաստանի նախագահ 2008 թվականին, Ռիտան ստացավ մի դեր, որը շատ առաջին տտիկիններ խաղում են՝ հանրային դեմքը բարեգործության։ Բայց Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր ընտանիք ունի իր ցավը, իր անլուծելի խնդիրը, բարեգործությունը չէր կարող լինել պարզապես ֆոտոսեսիաներ եւ գեղեցիկ խոսքեր։ Մարդիկ ուզում էին իրական օգնություն։ Եվ Ռիտա Սարգսյանը, ըստ պաշտոնական տարբերակի, տվեց այդ օգնությունը։ Հիմնադրամը ֆինանսավորեց հարյուրավոր արհեստական բեղմնավորման ծրագրեր։ Հարյուրավոր ընտանիքներ ստացան երեխաներ։ Հարյուրավոր երախտապարտ ծնողներ օրհնում էին առաջին տիկնոջ անունը։ Բայց կային նաև մյուսները։ Նրանք, ովքեր դիմեցին հիմնադրամ եւ ստացան մերժում, առանց որևէ բացատրության։ Նրանք, ովքեր սկսեցին հարցնել, ինչու մի ընտանիքը ստանում է ամբողջական ֆինանսավորում, իսկ մյուսը ոչինչ։ Եվ նրանք, ովքեր համարձակվեցին բարձրաձայնել, շատ արագ հասկացան, լռելը ավելի անվտանգ է։ Վտանգ է։ Մի նախկին բիզնեսմեն, ով խոսեց միայն անանուն պայմանով, պատմում է պատմություն, որը սառեցնում է արյունը։ 2013 թվականին ինքինը եւ ես փորձում էինք երեխա ունենալ արդեն 7 տարի։ Մենք լսեցինք հիմնադրամի մասին եւ դիմեցինք օգնության համար։ Առաջին հանդիպումը եղավ շատ ջերմ, մեզ ասացին, որ անպայման կօգնեն, բայց երկրորդ հանդիպման ժամանակ մի կին, ով ներկայացավ որպես հիմնադրամի համակարգող, սկսեց հարցնել իմ բիզնեսի մասին։ Ես ունեի փոքր շինարարական ընկերություն։ Նա ասաց. «Հիանալի, հիմնադրամը հենց պլանավորում է մի նոր նախագիծ, եւ լավ կլիներ, եթե ես մասնակցեի»։ Երբ հարցրի ինչ նախագիծ, նա ժպտաց եւ ասաց. «Մանրամասները կքննարկենք, երբ մենք սկսենք ձեր կնոջ բուժումը»։ Այս մարդը դադարեց խոսել, նայեց իր ձեռքերին եւ հետո շարունակեց. «Ես հասկացա, որ դա փոխանակություն է։ Նրանք կօգնեն մեզ, բայց ես պետք է տամ ինչ-որ բան դրա դիմաց»։ Ես համաձայնեցի։ Ինչ այլ կարող էի անել։ Իմ կինը լաց էր լինում ամեն գիշեր։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Այդ բիզնեսմենը ստացավ զանգ մի շաբաթ անց, ոչ թե հիմնադրամից, այլ քաղաքապետարանից։ Նրան ասացին, որ նրա ընկերությունը ընտրվել է մասնակցելու մի մեծ պետական նախագծի՝ Երևանում նոր մանկապարտեզի կառուցմանը։ Պայմանագիրը շահավետ էր, շատ շահավետ, բայց կար մի փոքր մանրուք։ Նախագծի ֆինանսավորման մի մասը պետք է նվիրաբերվեր հիմնադրամին։ Երբ հարցրի որքան, ինձ ասացին թիվ, որը հավասար էր իմ ամբողջ շահույթին այդ պայմանագրից։ Ես աշխատելու էի անվճար։ Բայց ինձ ասացին՝ մի անհանգստացեք, կլինեն ուրիշ պայմանագրեր, եւ դուք կփոխհատուցեք ամեն ինչ։ Ամենակարևորը, ձեր կինը կստանա օգնություն։ Այս մարդը համաձայնեց։ Նրա կինը ստացավ բուժում, նրանք ունեցան երեխա։ Բայց այդ մարդը երբեք չմոռացավ այն զգացումը, երբ հասկացավ, նա այլևս ազատ չէ։
Նա մտել էր մի համակարգ, որտեղ յուրաքանչյուր հաջողություն ուներ իր գինը, եւ այդ գինը վճարվում էր ոչ թե դրամով, այլ հավատարմությամբ, լռությամբ եւ անverջ երախտագիտությամբ։ Իսկ ինչ էր պատահում նրանց հետ, ովքեր հրաժարվում էին խաղալ այդ խաղը։ Մի այլ աղբյուր, նախկին բժիշկ, ով աշխատել է մի անվանի կլինիկայում, պատմում է. Մեզ ասացին, որ եթե մենք ուզում ենք, որ մեր կլինիկան ընդգրկվի հիմնադրամի ծրագրում, մենք պետք է համաձայնենք որոշակի պայմանների։ Առաջին, մենք պետք է զեղչեր տայինք հիմնադրամի պացիենտներին, բայց այդ զեղչերը չէին փոխհատուցվելու։ Երկրորդ, մենք պետք է տրամադրեինք հիմնադրամին մանրամասն հաշվետվություններ յուրաքանչյուր պացիենտի մասին, ոչ միայն բժշկական, այլև անձնական տեղեկություններ։ Երրորդ, մենք պետք է խորհուրդ տայինք մեր մարուս պացիենտներին նվիրաբերել հիմնադրարուս պացիենտներին, նվիրաբերել հիմնադրամին։ Երբ այդ բժիշկը հանգիստ էր մտածում ինչ-որ բան, մենք պետք էր ընդունեինք նոր պացիենտներ։ Եվ վերյուն։ Ես չգիտեմ, թե ով էր պետք էր սովորեցներ այն բոլոր մեզ համար անհիմն գաղափարները, որոնք մեզ կոչվեցին համագոյություն, հասկացողություն, մարմնական հարաբերություններ կամ ինչ-որ բան։ Մենք պետք էր ներկայացնեինք մեր դիրեկտիվ նամակները, որոնք համաձայն էին մեր մոտեցումների եւ կարող էին մասնակցել համագոյությանը։ Մենք պետք էինք վաստակեինք համագոյության համար մեր կարիքները, ստորագրեինք նրա համար որոշ պայմաններ եւ հետո նրանց մեկնարկումը։ Սա նշանակում էր կողքի պարտապես մեկը հետևելու, մեկ այլ հարց ուղղելու եւ մեկ այլ հարց մեր մոտ հերթի դրամին։ Երբ այդ բժիշկը հարցրեց. «Ինչու են անհրաժեշտ անձնական տեղեկությունները», նրան ասացին. «Հիմնադրամը պետք է իմանա, թե ում է օգնում»։ Բայց այդ բժիշկը չհավատաց։ Նա հրաժարվեց։ Եվ մի ամիս անց նրա կլինիկան ստացավ զննում հարկային ծառայությունից։ Պատահականություն։ Դուք կարող եք պատկերացնել համակարգ, որտեղ բարեգործությունը դառնում է վերահսկման գործիք, որտեղ մարդկանց ամենաանձնական ցավը, անկարողությունը երեխա ունենալ, վերածվում է լծակի, որով կարելի է շահարկել ամբողջ ընտանիքներ, բիզնեսներ, նույնիսկ քաղաքական կարիերաներ։ Սա չէր պարզապես կոռուպցիա։ Սա էր ավելի խորը, ավելի ցինիկ։ Սա էր մի համակարգ, որը սնվում էր հույսով եւ վախով միաժամանակ։ Եվ ըստ նրանց, ովքեր համարձակվեցին խոսել, այդ համակարգի կենտրոնում էր մի կին, ով երբեք չէր հայտնվում լույսի տակ, բայց ում ստվերը ընկած էր ամեն ինչի վրա։ Ռիտա Սարգսյանը չէր տալիս հրահանգներ բարձրաձայն։ Նա չէր ստորագրում փաստաթղթեր իր անունով, բայց բոլորը գիտեին, առանց նրա թույլտվության ոչինչ չէր կարող տեղի ունենալ հիմնադրամում։ Ինչպես էր դա հնարավոր։ Ինչպես էր մի կին, ով չուներ պաշտոնական իշխանություն, կարողանում վերահսկել այդքան մարդկանց, այդքան գումար, այդքան ճակատագրեր։ Պատասխանը հավանաբար կայանում է մի բանում, որը հազվադեպ է քննարկվում՝ անտեսանելի իշխանության մեջ։ Ռիտա Սարգսյանը չէր նախագահ, չէր նախարար, չէր պառլամենտական, բայց նա էր նախագահի կինը։ Եվ Հայաստանի նման երկրում, որտեղ անձնական կապերը հաճախ ավելի կարևոր են, քան պաշտոնական պաշտոնները, այդ դիրքը տալիս էր անսահման հնարավորություններ։ Մարդիկ, ովքեր ուզում էին մոտենալ նախագահին, գիտեին, ճանապարհը անցնում է նրա կնոջ միջով։ Բիզնեսմենները, ովքեր ուզում էին շահավետ պայմանագրեր, հասկանում էին, հիմնադրամին օգնելը նշանակում է ցույց տալ հավատարմություն ընտանիքին։ Եվ պաշտոնյաները, ովքեր ուզում էին պահպանել իրենց աթոռները, գիտեին, առաջին տիկնոջ դժգոհությունը կարող է արժենալ ավելի թանկ, քան ցանկացած քաղաքական սխալ։ Սա էր իշխանության ամենավտանգավոր ձևը, այն, որը չի երևում, բայց զգացվում է ամենուրեք։ Եվ այստեղ մենք հասնում ենք ամենակարևոր հարցին։ Արդյոք Ռիտա Սարգսյանը գիտեր, թե ինչ էր կատարվում նրա անվան ներքո։ Արդյոք նա էր այդ համակարգի ճարտարապետը, թե պարզապես թույլ էր տալիս, որ ուրիշները օգտագործեին նրա դիրքը։ Պաշտոնական տարբերակը պնդում է. Ռիտա Սարգսյանը բարի կին էր, ով նվիրված էր բարեգործությանը եւ իսկապես ուզում էր օգնել մարդկանց։ Բայց անպաշտոնական աղբյուրները պատմում են այլ պատմություն։ Նրանք խոսում են հանդիպումների մասին, որտեղ Ռիտան անձամբ քննարկում էր, թե ով պետք է ստանա օգնություն եւ ով ոչ։ Նրանք հիշում են զանգերը, որտեղ նա անձամբ խորհուրդ էր տալիս բիզնեսմենների նվիրաբերել հիմնադրամին։ Եվ նրանք պատմում են մի դեպքի մասին, որը եթե ճիշտ է, փոխում է ամբողջ պատկերը։ 1015 թվականին ըստ մի աղբյուրի, ով ներկա էր այդ իրադարձությանը, Ռիտա Սարգսյանը հանդիպեց մի խումբ բիզնեսմենների հետ, մի փակ միջոցառման ժամանակ։ Խոսքը վերաբերում է հիմնադրամի նոր նախագծին, մի մեծ կլինիկայի կառուցմանը, որը կմասնագիտանար անպտղության բուժման մեջ։ Նախագիծը պահանջում էր մեծ ներդրումներ, եւ Ռիտան խնդրում էր բիզնես համայնքի աջակցությունը։ Բայց ըստ այդ աղբյուրի, Ռիտան չխնդրեց, նա պահանջեց։ Նա ասաց շատ պարզ.
Ով ուզում է շարունակել բիզնես անել այս երկրում, պետք է ցույց տա, որ հոգ է տանում մեր ժողովրդի մասին։ Եվ ամենալավ ձևը ցույց տալու այդ հոգացությունը աջակցելն է հիմնադրամին։ Սենյակում տիրող լռությունը, ըստ այդ մարդու, ասում էր ամեն ինչ։ Բոլորը հասկացան, սա չէր խնդրանք, սա էր հրաման։ Եվ ով չէր կատարում, գիտեր, հետևանքները կլինեին ծանր։ Բայց թերևս ամենաանհանգստացնող մանրամասնը չէր այն, թե ինչ էր կատարվում հիմնադրամում։ Այն էր, թե ինչ էր կատարվում այն մարդկանց հետ, ովքեր փորձում էին խոսել այդ մասին։ 1016 թվականին մի լրագրող սկսեց հետաքննություն հիմնադրամի ֆինանսական հոսքերի մասին։ Նա հարցազրույցներ վերցրեց մարդկանցից, ովքեր պնդում էին, որ հիմնադրամը պահանջել է կամավոր նվիրատվություններ դրա դիմաց, որ տրամադրի օգնություն։ Նա փորձեց ստանալ հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները, բայց նախքան նա կարողանար հրապարակել իր նյութը, նրան զանգահարեցին անհայտ համարից եւ ասացին շատ պարզ. «Դադարեցրու այդ հետաքննությունը, եթե չես ուզում խնդիրներ»։ Այդ լրագրողը չդադարեցրեց, եւ մի շաբաթ անց նրա տունը ենթարկվեց պատահական ճեղքման։ Ոչինչ չգողացվեց, բացի նրա համակարգչից եւ նոթատետրերից, որտեղ նա պահում էր իր հետաքննության նյութերը։ Պատահականություն։ Այսօր, երբ Ռիտա Սարգսյանը այլևս մեր մեջ չէ, երբ Սերժ Սարգսյանը այլևս նախագահ չէ, երբ ամբողջ այդ համակարգը թվում է փլուզվել է, մենք մնում ենք հարցերի հետ։ Քանի մարդ իսկապես ստացավ օգնություն հիմնադրամից առանց որևէ պայմանի։ Քանիսը ստիպված էին վճարել անտեսանելի գին իրենց ազատությունը, իրենց արժանապատվությունը, իրենց լռությունը։ Եվ ամենակարևորը, ուր են այն փողերը, որոնք հոսեցին հիմնադրամ այդ բոլոր տարիների ընթացքում։ Պաշտոնական հաշվետվությունները ցույց են տալիս միայն մի մասը, բայց ըստ նրանց, ովքեր աշխատել են համակարգի ներսում, իրական գումարները շատ ավելի մեծ էին։ Ուր են այդ գումարները այսօր։ Ով է վերահսկում դրանք։ Եվ արդյոք այդ ցանցը, որը կառուցվեց տարիների ընթացքում, իսկապես անհետացել է, թե այն պարզապես փոխել է իր դեմքը եւ շարունակում է գործել նոր անունների տակ։ Մենք գտնվում ենք պատմության մի կետում, որտեղ ճշմարտությունը դեռ թաքնված է ստվերների մեջ, բայց ստվերները սկսում են նահանջել։ Մարդիկ սկսում են խոսել, փաստաթղթերը սկսում են արտահոսել, եւ շուտով, շատ շուտով, մենք կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչպես էր բարեգործությունը վերածվել բիզնեսի, ինչպես էր հույսը վերածվել շահագործման, եւ ինչպես էր մի կնոջ անունը, ով պետք է լիներ հույսի խորհրդանիշ, դարձել վախի հոմանիշ։ Բայց մինչ այդ մենք պետք է հարցնենք ինքներս մեզ. ինչպես թույլ տվինք, որ այս ամենը տեղի ունենա։ Ինչպես մենք լռեցինք, երբ պետք է խոսեինք։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք ապահովել, որ այս ամենը երբեք չկրկնվի։ Մինչև վերջին պահը ես հավատացի, որ մենք կփրկվենք, ասում է նախկին պաշտոնյան, ով աշխատել է հիմնադրամի ֆինանսական բաժնում, ձեռքերը դեռ դողում են 35 տարի անց։ Ինչ գիտեր այս մարդը, ինչ մենք չգիտենք։ Այսօր, առաջին անգամ 3 տասնամյակում, 3 նախկին աշխատակից, ովքեր ստորագրել էին գաղտնիության պայմանագրեր եւ երդվել էին երբեք չխոսել, համաձայնվեցին հանդես գալ տեսախցիկի առջև։ Նրանց բացահայտումները կփոխեն ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք հիմնադրամի մասին։ Մի կին, ով վարում էր նվիրատվությունների գրանցամատյանը, պատմում է, թե ինչպես էր յուրաքանչյուր գումար ունենում երկու տարբերակ՝ պաշտոնական եւ իրական։ Մի տղամարդ, ով պատասխանատու էր պացիենտների ընտրության համար, բացահայտում է, թե ինչ չափանիշներով էին իրականում որոշում, թե ով կստանա օգնություն։ Եվ երրորդ հանձը, ով մինչև վերջ մնաց անանուն, պատմում է մի գաղտնիք, որը եթե ճշմարտանա, կբացատրի ամեն ինչ, ինչու էր հիմնադրամը պահանջում ոչ թե փող, այլ ինչ-որ ավելի արժեքավոր բան։ Հավատարմություն, լռություն եւ անverջ պարտք, որը երբեք չէր մարվում։ Առաջին վկան, որին կանվանենք Արմեն, սկսում է իր պատմությունը 1013 թվականից։ Նա աշխատում էր հիմնադրամի ֆինանսական բաժնում եւ պատասխանատու էր նվիրատվությունների հաշվառման համար։ Նրա աշխատանքը թվում էր պարզ՝ գրանցել ով որքան է տվել եւ ապահովել, որ գումարները ճիշտ օգտագործվեն։ Բայց շատ արագ Արմենը նկատեց մի տարօրինակ բան։ Յուրաքանչյուր մեծ նվիրատվություն ուներ 2 գրառում։ Մեկը պաշտոնական հաշվետվությունների համար, մյուսը ներքին օգտագործման համար։ Պաշտոնական գումարները միշտ ավելի փոքր էին, քան իրականը։ Երբ Արմենը հարցրեց իր ղեկավարին այդ մասին, նրան ասացին շատ պարզ. «Մի հարցրու այն, ինչ քեզ չի վերաբերում։ Քո գործն է գրանցել այն, ինչ քեզ ասում են»։ Բայց Արմենը չկարողացավ դադարեցնել հարցնելը։
Նա սկսեց գաղտնի պահել իր սեփական գրառումները, համեմատելով պաշտոնական եւ իրական թվերը։ Եվ այն, ինչ նա հայտնաբերեց, սարսափեցրեց նրան։ Տարեկան տարբերությունը կազմում էր միլիոնավոր դրամներ։ Գումարներ, որոնք մտնում էին հիմնադրամ, բայց երբեք չհայտնվում պաշտոնական հաշվետվություններում։ Ուր էին գնում այդ փողերը։ Արմենը որոշեց հետևել գումարների հետքին։ Նա սկսեց ուշադիր ուսումնասիրել բանկային փոխանցումները, հաշիվները, ստացականները։ Դրե եւ նա հայտնաբերեց մի բան, որը բացատրում էր ամեն ինչ։ Մեծ մասը անտեսանելի գումարների փոխանցվում էր ոչ թե հիմնադրամի հիմնական հաշվին, այլ մի շարք այլ հաշիվների, որոնք գրանցված էին տարբեր անունների վրա։ Ընկերություններ, որոնց անունները Արմենը երբեք չէր լսել։ Անհատներ, որոնց կապը հիմնադրամի հետ չէր երևում։ Բայց երբ Արմենը սկսեց ուսումնասիրել այդ անունները, նա հայտնաբերեց մի ընդհանուր թել՝ բոլորը, այս կամ այն կերպ, կապված էին նախագահական ընտանիքի հետ։ Հարազատներ, հին ընկերներ, գործընկերներ։ Հիմնադրամը չէր պարզապես հավաքում փող բարեգործության համար։ Այն ստեղծել էր ամբողջ ֆինանսական ցանց, որը թույլ էր տալիս գումարներին հոսել այնտեղ, որտեղ պետք էր, առանց որևէ պաշտոնական հետքի։ Սա էր գործարկվող լվացման մեքենա, որը օգտագործում էր մարդկանց ցավը որպես ծածկոց։ Բայց Արմենի պատմությունը դեռ ավելի մութ է դառնում։ 1014 թվականին նա որոշեց խոսել։ Ոչ հրապարակայնորեն, այլ ներքին աուդիտի ժամանակ։ Նա ներկայացրեց իր գտածոները, ցույց տվեց տարբերությունները թվերի մեջ, բացատրեց, թե ինչպես է գումարը անհետանում։ Նա սպասում էր, որ կսկսվի հետաքննություն, որ ինչ-որ մեկը կվերցնի պատասխանատվություն, բայց փոխարենը նրան կանչեցին մի փակ հանդիպման։ Սենյակում կային 3 մարդ, որոնցից Արմենը ճանաչեց միայն մեկին, հիմնադրամի տնօրենը։ Մյուս երկուսը ներկայացան որպես խորհրդականներ։ Նրանք խոսեցին Արմենի հետ 2 ժամ։ Նրանք չսպառնացին, նրանք չբարկացան, նրանք պարզապես բացատրեցին իրականությունը։ Դու չես հասկանում, թե ինչպես է աշխատում համակարգը, ասաց մեկը։ Այս գումարները չեն գողանում, դրանք օգտագործվում են ավելի կարևոր նպատակների համար։ Նպատակներ, որոնք դու չես կարող հասկանալ, քանի որ դու չես տեսնում ամբողջ պատկերը։ Արմենը հարցրեց. Ինչ նպատակներ։ Նրանք ժպտացին եւ ասացին. երկրի անվտանգություն, քաղաքական կայունություն, բաներ, որոնք ավելի կարևոր են, քան քո փոքրիկ հաշվապահական հարցերը։ Արմենը հասկացավ, որ նա գտնվում է ընտրության առջև։ Կամ շարունակել պայքարել եւ կորցնել ամեն ինչ, իր աշխատանքը, իր անվտանգությունը, հավանաբար նույնիսկ իր ազատությունը, կամ լռել եւ ապրել իր կյանքը։ Նա ընտրեց երկրորդը, բայց այդ ընտրությունը խեղդեց նրան ամեն օր հաջորդ 6 տարիների ընթացքում։ Նա շարունակեց աշխատել հիմնադրամում, շարունակեց գրանցել 2 տարբեր թվեր, շարունակեց տեսնել, թե ինչպես են գումարները անհետանում։ Եվ ամեն գիշեր նա տուն էր գնում եւ զգում, որ դավաճանում է ոչ միայն իր սկզբունքներին, այլև բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում էին, որ իրենց նվիրատվությունները իսկապես օգնում են կարիքավորներին։ Այսօր, երբ Արմենը պատմում է այս պատմությունը, նրա ձայնը կոտրվում է։ Ես գիտեի, որ ես մասնակից եմ ինչ-որ սխալի, բայց ես վախենում էի։ Ես ունեի ընտանիք, երեխաներ։ Ես չէի կարող ռիսկի դնել նրանց։ Բայց հիմա, երբ ամեն ինչ փլուզվել է, երբ նրանք, ովքեր վերահսկում էին համակարգը, այլևս իշխանության մեջ չեն, Արմենը զգում է, որ պարտավոր է խոսել։ Թեկուզ ուշ է, թեկուզ շատերը չեն հավատա, նա պետք է ասի ճշմարտությունը։ Երկրորդ վկան, որին կանվանենք Լուսինե, պատմում է այլ կողմից։ Նա աշխատում էր որպես համակարգող, պացիենտների հետ աշխատելու բաժնում։ Նրա գործն էր հանդիպել այն զույգերի հետ, ովքեր դիմում էին հիմնադրամ օգնության համար, գնահատել նրանց իրավիճակը եւ որոշել արդյոք նրանք կստանան ֆինանսավորում։ Լուսինեն սկզբում հավատում էր, որ չափանիշները պարզ են՝ ֆինանսական կարիք, բժշկական անհրաժեշտություն, հերթականություն։ Բայց շատ արագ նա հասկացավ, որ իրականությունը շատ ավելի բարդ է։ Կային ցուցակներ՝ առաջնահերթ, երկրորդ հերթ, հետաձգված։ Եվ այդ ցուցակները չէին կազմվում ըստ բժշկական անհրաժեշտության։ Դրանք կազմվում էին ըստ այլ չափանիշների, որոնք Լուսինեին երբեք պաշտոնապես չբացատրեցին, բայց որոնք նա հասկացավ ժամանակի ընթացքում։ Ամենակարևոր չափանիշը կապերը։ Ո՞վ է այդ մարդը։ Ում է նա ճանաչում։ Ինչ կարող է նա առաջարկել հիմնադրամին։ Լուսինեն հիշում է մի դեպք, որը փոխեց նրա ամբողջ ընկալումը։ 1015 թվականին նրա մոտ եկավ մի զույգ, պարզ մարդիկ, ուսուցիչ եւ շինարար։ Նրանք փորձում էին երեխա ունենալ 10 տարի։ Նրանք ծախսել էին իրենց բոլոր խնայողությունները բժիշկների վրա։ Նրանք հուսահատ էին։ Լուսինեն լսեց նրանց պատմությունը եւ զգաց, որ սիրտը պատրվում է։ Նա լրացրեց բոլոր փաստաթղթերը, ուղարկեց նրանց գործը հաստատման։
եւ սպասեց։ Մի շաբաթ անց նրան ասացին, որ այդ զույգը մերժվել է։ Երբ Լուսինեն հարցրեց ինչու, նրան ասացին՝ բյուջեն սահմանափակ է, մենք պետք է առաջնահերթություն տանք ավելի կարևոր դեպքերին։ Բայց նույն օրը Լուսինեն տեսավ, որ հաստատվել է մեկ այլ դեպք՝ մի ընտանիք, որտեղ ամուսինը հայտնի բիզնեսմեն էր։ Այդ ընտանիքը փորձում էր երեխա ունենալ միայն 2 տարի։ Նրանք ունեին գումար, վճարելու համար ինքնուրույն, բայց նրանք ստացան հիմնադրամի ֆինանսավորումը։ Ինչու՞։ Լուսինեն գնաց իր ղեկավարի մոտ եւ պահանջեց բացատրություն։ Ղեկավարը նայեց նրան երկար, հետո հանեց մի թուղթ եւ ասաց. «Տես այս ցուցակը։ Սրանք են մարդիկ, ովքեր ստացել են հատուկ ուշադրություն նշումը։ Երբ տեսնես այդ նշումը, դու պետք է հաստատես դիմումը, անկախ ամեն ինչից»։ Լուսինեն նայեց ցուցակին։ Այնտեղ էին տասնյակ անուններ։ Մի քանիսը նա ճանաչեց, հայտնի բիզնեսմեններ, պաշտոնյաներ, նույնիսկ մի քանի հեռուստաանձնավորություններ։ Նա հարցրեց. «Ո՞վ է կազմում այդ ցուցակը»։ Ղեկավարը լռեց, հետո ասաց. «Դա գալիս է վերևից, շատ վերևից»։ Լուսինեն հասկացավ, թե ինչ է նշանակում վերևից, եւ նա հասկացավ, որ հիմնադրամը չէր օգնում նրանց, ովքեր ամենաշատն են կարիքավոր։ Այն օգնում էր նրանց, ովքեր ամենաշատն են կարող տալ դրա դիմաց։ Բայց պատմությունը դեռ ավելի մութ է դառնում։ Լուսինեն սկսեց նկատել, որ շատ հատուկ ուշադրություն դեպքերում կային լրացուցիչ պայմաններ։ Մի բիզնեսմեն, ով ստացավ ֆինանսավորում, մի ամիս անց հայտարարեց մեծ նվիրատվության մասին հիմնադրամին։ Մի պաշտոնյա, ով ստացավ օգնություն, հանկարծ դարձավ հիմնադրամի ծրագրերի ամենամեծ պաշտպանը իր բաժնում։ Մի հեռուստաանձնավորություն, ով ստացավ բուժում, սկսեց պարբերաբար պատմել հիմնադրամի հաջողությունների մասին իր հաղորդումներում։ Ամեն ինչ էր փոխանակություն։ Ոչինչ չէր անվճար։ Եվ ամենավատը, նրանք, ովքեր իսկապես կարիքավոր էին, ովքեր չունեին ոչինչ առաջարկելու, մնում էին դուրսը, սպասելով հերթին, որը երբեք չէր գալիս։ Լուսինեն փորձեց օգնել որքան կարող էր։ Նա գաղտնի կերպով փորձում էր առաջ մղել իսկապես կարիքավոր դեպքերը, փորձում էր գտնել ճեղքեր համակարգում։ Բայց ամեն անգամ, երբ նա փորձում էր, նրան կանգնեցնում էին։ Եվ մի օր նրան ասացին շատ պարզ. «Եթե դու չես կարող հետևել կանոններին, գուցե դու պետք է գտնես այլ աշխատանք»։ Լուսինեն մնաց։ Նա մնաց, քանի որ հույս ուներ, որ կարող է փոխել ինչ-որ բան ներսից։ Բայց ամեն տարի նա զգում էր, որ կորցնում է մի փոքր ավելի իր հոգուց։ Ամեն անգամ, երբ նա պետք է ասեր ոչ մի հուսահատ զույգի, ով իսկապես կարիքավոր էր, եւ այո մի հարուստ ընտանիքի, ով պարզապես ուզում էր խնայել փող, նա զգում էր, որ դվավաճանում է ամեն ինչին, ինչին հավատում էր։ Այսօր, երբ Լուսինեն պատմում է այս պատմությունը, նրա աչքերում արցունքներ են։ Ես ուզում էի օգնել մարդկանց։ Դա էր իմ երազը։ Բայց փոխարենը ես դարձա մի համակարգի մասը, որը շահագործում էր նրանց ցավը։ Ես երբեք չեմ ների տա ինձ դրա համար։ Բայց նա խոսում է հիմա, քանի որ հույս ունի, որ նրա պատմությունը կօգնի ուրիշներին հասկանալ, թե ինչ իսկապես կատարվում էր այդ պալատների ետևում, այդ գեղեցիկ խոսքերի ետևում, այդ բարեգործական ծրագրերի ետևում։ Երրորդ վկան մնում է անանուն։ Նա պահանջեց, որ նրա ձայնը փոխվի, նրա դեմքը թաքցվի, նույնիսկ նրա սեռը չբացահայտվի։ Քանի որ այն, ինչ նա պատմելու է, ավելի վտանգավոր է, քան ֆինանսական խարդախություններ կամ անարդար ընտրություններ։ Այս մարդը աշխատել է անվտանգության ծառայության հետ կապված բաժնում։ Նրա գործն էր ապահովել, որ հիմնադրամի գործունեությունը չվտանգի ազգային շահերը։ Բայց իրականում, ինչպես այս մարդը բացատրում է, նրա գործն էր հետևել մարդկանց։ Հետևել նրանց, ովքեր ստանում էին օգնություն հիմնադրամից։ Հետևել նրանց, ովքեր նվիրաբերում էին հիմնադրամին։ Հետևել նրանց, ովքեր աշխատում էին հիմնադրամում։ Ամեն ինչ գրանցվում էր։ Ամեն զանգ, ամեն հանդիպում, ամեն գործարք։ Եվ այդ տեղեկությունները պահվում էին հատուկ արխիվում, որը հասանելի էր միայն շատ սահմանափակ թվով մարդկանց։ Այս անանուն վկան բացատրում է, որ հիմնադրամը չէր պարզապես բարեգործական կազմակերպություն, այն էր տեղեկատվության հավաքման գործիք։ Ամեն մարդ, ով դիմում էր հիմնադրամ, լրացնում էր մանրամասն հարցաթերթիկ, ոչ միայն բժշկական, այլև անձնական տեղեկություններով։ Ընտանիքի կազմը, աշխատանքը, եկամուտները, սոցիալական կապերը։ Այդ տեղեկությունները մտնում էին տվյալների բազա, որը հետո օգտագործվում էր տարբեր նպատակների համար։ Եթե դու էիր բիզնեսմեն, նրանք գիտեին քո ֆինանսական վիճակը, քո թույլ կողմերը, քո խոցելի կետերը։ Եթե դու էիր պաշտոնյա, նրանք գիտեին քո ընտանիքի խնդիրները, քո անձնական ճգնաժամերը, քո գաղտնիքները։ Եվ այդ տեղեկությունները կարող էին օգտագործվել ոչ միայն օգնելու համար, այլև ճնշելու, վերահսկելու, շահարկելու համար։
Հիմնադրամը դարձել էր մի գործիք, որը թույլ էր տալիս իշխանություններին մտնել մարդկանց ամենաինտիմ կյանք, նրանց ամենախոցելի պահին, երբ նրանք հուսահատ էին եւ պատրաստ էին ամեն ինչի դիմաց ստանալ օգնություն։ Այս վկան պատմում է մի դեպքի մասին, որը ցույց է տալիս, թե որքան խորն էր այդ համակարգը։ 1016 թվականին մի բարձրաստիճան պաշտոնյա, ով սկսում էր դառնալ խնդրահարույց իշխանությունների համար, դիմեց հիմնադրամ իր կնոջ համար։ Նրանք ուներին անպտղության խնդիր, եւ պաշտոնյան լսել էր հիմնադրամի հաջողությունների մասին։ Նրան ընդունեցին շատ ջերմորեն, խոստացան ամբողջական օգնություն։ Բայց մի քանի օր անց այդ պաշտոնյան ստացավ զանգ։ Անանուն ձայնը նրան հիշեցրեց մի քանի անհարմար հայտարարություններ, որոնք նա արել էր վերջերս, եւ հետո ասաց շատ նուրբ. «Մենք հույս ունենք, որ դուք կշարունակեք լինել ավելի զգույշ ձեր հանրային հայտարարություններում»։ Հիմնադրամը միշտ ուրախ է օգնել նրանց, ովքեր հասկանում են համագործակցության կարևորությունը։ Այդ պաշտոնյան հասկացավ հաղորդագրությունը։ Նա լռեց։ Նրա կինը ստացավ բուժում, եւ նա երբեք այլևս չբարձրաձայնեց իշխանությունների դեմ։ Սա էր կատարյալ վերահսկման մեխանիզմը, օգտագործել մարդկանց սերը, նրանց հույսը, նրանց ամենախորը ցանկությունները որպես լծակ, ապահովելու նրանց լռությունը եւ հնազանդությունը։ Անանուն վկան ասում է, որ այս համակարգը չէր Ռիտա Սարգսյանի գյուտը։ Այն գոյություն ուներ նախքան նրան եւ հավանաբար շարունակում է գոյություն ունենալ նրանից հետո։ Բայց Ռիտա Սարգսյանը, ըստ այս վկայի, դարձավ այդ համակարգի դեմքը, խորհրդանիշը։ Նրա անունը, նրա դիրքը որպես առաջին տիկին, նրա բարեգործական գործունեությունը, այս ամենը ստեղծեց կատարյալ ծածկոց մի բանի համար, որը շատ ավելի մութ էր, քան պարզ կոռուպցիա։ Սա էր իշխանության ամենավտանգավոր ձևը, այն, որը թաքնված է կարեկցանքի եւ օգնության դիմակի ետևում։ Եվ ամենավատը, մարդիկ, ովքեր օգտվում էին այդ համակարգից, չէին կարող բողոքել, քանի որ նրանք ստացել էին այն, ինչ ամենաշատն էին ուզում՝ երեխա, ընտանիք, հույս։ Ինչպես կարող ես բողոքել, երբ քո երեխան ծնվել է շնորհիվ այդ համակարգի։ Ինչպես կարող ես խոսել, երբ քո երջանկությունը կախված է այդ լռությունից։ Սա էր կատարյալ թակարդը։ Մի համակարգ, որը ստեղծում էր իր սեփական պաշտպանները, քանի որ բոլորը, ովքեր օգտվում էին դրանից, դառնում էին համատիր դրա գաղտնիքների պահպանման մեջ։ Այսօր, երբ այս երեք վկաները խոսում են, նրանք գիտեն, որ ռիսկի են դնում իրենց։ Նրանք գիտեն, որ կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն ժխտել նրանց պատմությունները, կասեն, որ նրանք սուտ են ասում, որ նրանք ունեն անձնական շահեր։ Բայց նրանք խոսում են, քանի որ հավատում են, որ ճշմարտությունը պետք է բացահայտվի։ Նրանք խոսում են, քանի որ հույս ունեն, որ նրանց պատմությունները կօգնեն ապագա սերունդներին հասկանալ, թե ինչպես կարող է իշխանությունը ապականվել, երբ այն թաքնված է բարության դիմակի ետևում։ Եվ նրանք խոսում են, քանի որ չեն կարող այլևս ապրել այն ծանրության հետ, որը կրել են տարիներ շարունակ, իմանալով ճշմարտությունը եւ լռելով։ Բայց նրանց պատմություններն են միայն սկիզբը։ Կան ուրիշներ, ովքեր դեռ լռում են։ Կան փաստաթղթեր, որոնք դեռ թաքնված են։ Եվ կա մի ամբողջ համակարգ, որը թերևս դեռ գործում է, այլ անունների տակ, այլ դեմքերի ետևում, բայց նույն սկզբունքներով։ Հարցը չէ, արդյոք այսօք այս ամենը տեղի է ունեցել։ Հարցն է, արդյոք մենք պատրաստ ենք ընդունել ճշմարտությունը եւ անել ամեն ինչ, որպեսզի այն երբեք չկրկնվի։ Բայց եթե դուք կարծում եք, որ ֆինանսական շահարկումները եւ տեղեկատվության հավաքումը էին ամենավատ մասը, սպասեք մինչեւ լսեք հաջորդ գլուխը։ Քանի որ կա մի ասպեկտ այս պատմության, որը շատ ավելի անհանգստացնող է, քան ցանկացած փող կամ իշխանություն։ Խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր իսկապես վնասվեցին այս համակարգից։ Ոչ թե բիզնեսմենները, ովքեր կորցրին փող, ոչ թե պաշտոնյաները, ովքեր ստիպված էին լռել, այլ պարզ մարդիկ, ովքեր դիմեցին հիմնադրամ իրենց վերջին հույսով եւ ստացան ոչինչ, բացի կոտրված սրտից եւ կորցրած հավատից։ Քանի հոգի են նրանք։ Ինչ եղավ նրանց հետ։ Եվ ամենակարևորը, արդյոք ինչ-որ մեկը երբևէ կպատասխանատվություն կրի նրանց ցավի համար։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր գիտեին ամեն ինչ Ռիտա Սարգսյանի մասին։ Յուրաքանչյուր բժշկական գաղտնիք, յուրաքանչյուր ֆինանսական գործարք, յուրաքանչյուր թանչուր թաքնված հաշիվ, որը կապում էր հիմնադրամը անտեսանելի ցանցի հետ։ Հիմա պատկերացրեք, որ պետք է ընտրեք՝ պահպանել ձեր հավատարմությունը կամ փրկել ձեր կյանքը։ 1020 թվականի նոյեմբերի 16-ին, երբ Ռիտա Սարգսյանը տեղափոխվեց Նաիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիա, այդ 12 մարդիկ հասկացան՝ ժամանակը սպառվում է։ Մի մասը սկսեց ոչնչացնել փաստաթղթեր, այրելով դրանք գիշերվա խավարում, ջնջելով վերջին օդին մի քանի անգամ։ Այսպիսով, ոչ միայն իրենց հեռավոր հանք գիշերվա խավարում, ջնջելով էլեկտրոնային հին հետքերը, փակելով օֆշորային հաշիվները։
Մյուսները փորձեցին փախչել երկրից, վերցնելով միայն ամենակարևոր ֆայլերը, այն փաստաթղթերը, որոնք կարող էին ապահովագրություն լինել կամ մահավճիր։ Բայց եղավ մեկը, ով մնաց։ Մեկը, ով որոշեց, որ եթե համակարգը փլվելու է, ապա նա կլինի այն մարդը, ով կվերահսկի այդ փլուզումը։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու մնաց նա, երբ բոլոր մյուսները փախչում էին։ Եվ ամենակարևորը, ինչ գիտեր նա, ինչ մենք դեռ չգիտենք։ Երբ խոսում ենք իշխանության մասին, մենք հաճախ պատկերացնում ենք ուժեղ մարդկանց, նախագահներ, գեներալներ, օլիգարխներ։ Բայց իրական իշխանությունը երբեմն պատկանում է նրանց, ովքեր երբեք չեն հայտնվում լույսի տակ։ Ռիտա Սարգսյանի վերջին տարիներին նրա առողջությունը դարձել էր պետական գաղտնիք։ Պաշտոնապես նա պարզապես հանգստանում էր, նվազեցնում էր հանրային ելույթները, անցնում էր ավելի մասնավոր կյանքի։ Բայց նրանք, ովքեր տեսնում էին նրան փակ դռների ետևում, պատմում են այլ պատմություն։ Մի նախկին բժիշկ, ով մասնակցել է նրա բուժմանը, հիշում է, 2019 թվականից սկսած նրա վիճակը սկսեց արագորեն վատանալ։ Դեղորայքների ցուցակը, որը ես տեսա, ցույց էր տալիս լուրջ սրտանոթային խնդիրներ, բարձր ճնշում, որը չէր վերահսկվում սովորական դեղամիջոցներով, եւ ինչ-որ բան ավելին, ախտորոշում, որը երբեք չհրապարակվեց։ Այդ բժիշկը չցանկացավ մանրամասնել, բայց նրա լռությունը ասում էր ավելին, քան ցանկացած բառ։ Բայց ամենաանհանգստացնողը չէր հիվանդությունը ինքնին, այն էր, թե ինչպես էր այդ հիվանդությունը ունը փոխում ամբողջ համակարգը։ Երբ մարդը, ով վերահսկում է անտեսանելի ցանցը, սկսում է կորցնել իր ուժերը, սկսում է պայքար ժառանգության համար։ Ով կվերցնի վերահսկումը կումը։ Ով կիմանա գաղտնիքները։ Ով կունենա հասանելիություն այն հաշիվներին, այն փաստաթղթերին, այն կապերին, որոնք կառուցվել են տասնամյակների ընթացքում։ Հիմնադրամի ներսում սկսեցին երևալ ճեղքեր։ Աշխատակիցները բաժանվեցին խմբերի։ Մի մասը հավատարիմ էր Ռիտային մինչև վերջ, մյուսները սկսեցին փնտրել նոր հովանավորներ, երրորդները պարզապես փորձում էին փրկել իրենց։ Եվ այս ամենի մեջ կար մի մարդ, ով լուր դիտում էր, սպասում էր, պլանավորում էր։ Այդ մարդու անունը երբեք չի հնչել հրապարակայնորեն կապված հիմնադրամի հետ։ Պաշտոնապես նա աշխատում էր որպես իրավաբանական խորհրդական մի անվանի ընկերությունում, բայց իրականում նա էր այն մարդը, ով կառուցել էր ամբողջ ավշրային կառուցվածքը, որը թույլ էր տալիս հիմնադրամի գումարներին անհետանալ եւ հայտնվել այնտեղ, որտեղ պետք էր, առանց որևէ հետքի։ Նա էր այն մարդը, ով գիտեր յուրաքանչյուր հաշվի համարը, յուրաքանչյուր գաղտնաբառը, յուրաքանչյուր անունը, որը կապված էր համակարգի հետ։ Եվ երբ Ռիտա Սարգսյանի առողջությունը սկսեց վատանալ, այդ մարդը հասկացավ, եկել է նրա ժամանակը։ Ոչ թե վերցնելու իշխանությունը, այլ վերցնելու ամենակարևորը՝ տեղեկատվությունը։ Քանի որ ով տիրապետում է տեղեկատվությանը, տիրապետում է ամեն ինչին։ 2019 թվականի աշնանը, երբ Հայաստանում սկսվեցին քաղաքական ցնցումները, որոնք հանգեցրին Սերժ Սարգսյանի հրաժարականին, այդ մարդը սկսեց իր պլանը։ Նա գիտեր, որ ժամանակը սահմանափակ է։ Նա սկսեց պատժենել փաստաթղթերը, ոչ թե բոլորը, ոչ թե բոլորը, այլ ամենակարևորները։ Ցուցակները այն մարդկանց, ովքեր համագործակցել են հիմնադրամի հետ։ Գրառումները այն գործարքների մասին, որոնք երբեք չեն հայտնվել պաշտոնական հաշվետվություններում։ Ապացույցությունները այն կապերի մասին, որոնք կապում էին հիմնադրամը քաղաքական եւ բիզնես էլիտայի հետ։ Եվ ամենակարևորը, մանրամասները այն մեխանիզմերի մասին, որոնցով համակարգը վերահսկում էր մարդկանց։ Այս ամենը նա պահեց ոչ թե մի տեղում, այլ բաժանեց մի քանի անվտանգ վայրերի միջև։ Մի մասը թաքցրեց Հայաստանում, վայրերում, որտեղ ոչ ոք երբեք չէր փնտրի։ Մյուս մասը ուղարկեց արտերկիր, մարդկանց, ում նա վստահում էր, կամ ավելի ճիշտ, մարդկանց, ովքեր ունեին շահ պահպանել այդ տեղեկությունները։ Բայց ինչու արեց նա այս ամենը։ Ո՞րն էր նրա նպատակը։ Ըստ մի աղբյուրի, ով ճանաչում է այդ մարդուն, պատասխանը պարզ է՝ ապահովագրություն։ Նա գիտեր, որ երբ համակարգը փլվի, կսկսվի որոնում մեղավորների, եւ նա չուզում էր լինել այն զոհերից մեկը, ում կդարձնեին թիրախ։ Նա ուզում էր ունենալ ինչ-որ բան, որը կպաշտպանի իրեն, ապացույցություններ, որոնք կկարողանար օգտագործել, եթե ինչ-որ մեկը փորձեր նրան վնասել։ Բայց կար նաև մեկ այլ պատճառ, ավելի մութ, ավելի հաշվարկված։ Այդ տեղեկությունները ունեին արժեք, մեծ արժեք։ Կային մարդիկ, ովքեր վճարելու էին ողջ ունեցվածքը, որպեսզի այդ տեղեկությունները երբեք չհրապարակվեն։ Եվ կային ուրիշներ, ովքեր վճարելու էին նույնքան շատ, որպեսզի ստանան դրանք եւ օգտագործեն իրենց թշնամիների դեմ։ Այս մարդը չէր շտապում որոշել, ում կվաճառի այդ տեղեկությունները։ Նա սպասում էր ճիշտ պահին, եւ դրանց արժեքը կլինի ամենաբարձրը։ Եվ այդ պահը եկավ 2020 թվականի նոյեմբերի 20-ին, երբ Ռիտա Սարգսյանը մահացավ։ Պաշտոնական տարբերակով նա մահացավ Երևանում,
Նայրի բժշկական կենտրոնում, շրջապատված ընտանիքի անդամներով։ Բայց կան նաև այլ տարբերակներ։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ նա մահացավ Գերմանիայում, որտեղ տեղափոխվել էր բուժման համար։ Ճշմարտությունը, ինչպես միշտ, թաքնված է հակասական տեղեկությունների ծովում։ Բայց մի բան անվիճելի է։ Նրա մահը նշանակեց մի դարաշրջանի ավարտ։ Եվ այդ ավարտը բացեց Պանդորայի տուփը։ Մարդիկ, ովքեր լռել էին տարիներ շարունակ, սկսեցին խոսել։ Փաստաթղթեր, որոնք թաքնված էին, սկսեցին արտահոսել։ Եվ այն մարդը, ով պահել էր ամենակարևոր գաղտնիքները, սկսեց իր խաղը։ Բայց նախքան մենք խոսենք այդ խաղի մասին, մենք պետք է հասկանանք մի բան. ինչ էր իրականում կորցրել Հայաստանը այդ բոլոր տարիների ընթացքում։ Ոչ թե միայն փող, թեև գումարները, որոնք անհետացան հիմնադրամի միջոցով, հաշվվում են միլիոններով։ Ոչ թե միայն վստահություն, թեև հազարավոր մարդիկ կորցրին իրենց հավատը բարեգործության և օգնության նկատմամբ, այլ ինչ-որ ավելի խորը, ավելի ցավոտ։ Հայաստանը կորցրեց մի սերունդ, ով կարող էր ծնվել, բայց երբեք չծնվեց, քանի որ նրանց ծնողները չստացան այն օգնությունը, որին իրավունք ունեին։ Քանի երեխա չեն ծնվել, քանի որ նրանց ծնողները չունեին ճիշտ կապերը, ճիշտ գումարը, ճիշտ ազգանունը։ Քանի ընտանիք փլուզվեց, քանի որ նրանց հույսը կոտրվեց այն համակարգի կողմից, որը խոստացել էր օգնել, բայց փոխարենը շահագործեց նրանց ցավը։ Սրանք են հարցերը, որոնց պատասխանները մենք երբեք չենք իմանա ամբողջությամբ։ Բայց մենք կարող ենք փորձել հասկանալ մասշտաբը, նայելով այն մարդկանց պատմություններին, ովքեր համարձակվեցին խոսել։ Մի կին, որին կանվանենք Աննա, պատմում է իր պատմությունը արցունքների միջով։ Նա և նրա ամուսինը փորձում էին երեխա ունենալ 15 տարի։ 15 տարի, լի հույսով և հիասթափությամբ, բժիշկներով և անհաջող փորձերով, խնայողություններով, որոնք սպառվեցին, և երազներով, որոնք մարեցին։ 1016 թվականին նրանք լսեցին հիմնադրամի մասին և դիմեցին օգնության համար։ Նրանց ընդունեցին, լսեցին նրանց պատմությունը, խոստացին ուսումնասիրել նրանց դեպքը։ Աննան հիշում է այդ օրը որպես իր կյանքի ամենաերջանիկ օրերից մեկը։ Ես վերջապես զգացի, որ մեզ լսում են, որ մեզ հոգ են տանում, որ կա հույս։ Բայց այդ հույսը շուտով վերածվեց ամենաառավոտյան ցավի։ Մի շաբաթ անց Աննային զանգահարեցին հիմնադրամից և ասացին, որ ցավոք սրտի նրանց դեպքը չի համապատասխանում ընթացիկ ծրագրի չարագրի չափանիշներին։ Երբ Աննան հարցրեց ինչու, նրան տվեցին անորոշ պատասխան։ Բյուջեի սահմանափակումներ, առաջնահերթությունների վերաբաշխում։ Բայց Աննան չհավատաց։ Նա սկսեց հարցնել ուրիշներից, ովքեր դիմել էին հիմնադրամ նույն ժամանակ։ Եվ նա հայտնաբերեց, որ մի քանի զույգեր, ովքեր դիմել էին նրանից հետո, արդեն ստացել էին հաստատում և սկսել բուժումը։ Աննան փորձեց հասկանալ, ինչով էին այդ զույգերը տարբերվում իրենցից։ Եվ նա հայտնաբերեց ընդհանուր նկարագիր։ Բոլորը ունեին կապեր, ազդեցություն կամ գումար։ Մեկի ամուսինը բարձրաստիճան պաշտոնյա էր, մյուսի ընտանիքը ուներ հայտնի բիզնես։ Երրորդը ինքը հեռուստաանձնավորություն էր։ Իսկ Աննան և նրա ամուսինը պարզ մարդիկ էին։ Նա գրադարանավար, նա վարորդ։ Նրանք չունեին ոչինչ առաջարկելու, բացի իրենց ցավից և իրենց հույսից։ Եվ դա, ինչպես պարզվեց, բավարար չէր։ Աննան փորձեց դիմել կրկին, գրեց նամակներ, զանգահարեց, նույնիսկ փորձեց հասնել ավելի բարձր պաշտոններին, բայց ամեն անգամ նա ստանում էր նույն պատասխանը. ցավոք սրտի, մենք չենք կարող օգնել ձեզ այս պահին։ Եվ յուրաքանչյուր մերժումից հետո Աննայի հույսը մարում էր մի փոքր ավելի։ Մինչև վերջապես 1019 թվականին նա դադարեցրեց փորձելը։ Այսօր Աննան 54 տարեկան է։ Նա երբեք չունեցավ երեխա։ Եվ երբ նա խոսում է հիմնադրամի մասին, նրա ձայնում չկա բարկություն, միայն անսահման ցավ։ Ես չեմ բարկանում նրանց վրա, ովքեր ստացան օգնություն։ Ես ուրախ եմ նրանց համար։ Բայց ես չեմ կարող հասկանալ, ինչու ինձ ցավը չէր բավարար։ Ինչու իմ երազանքը չէր արժանի օգնության։ Միայն այն պատճառով, որ ես չունեի ճիշտ ազգանունը կամ ճիշտ կապերը։ Աննայի պատմությունը միակը չէ։ Կան տասնյակ, հարյուրավոր նման պատմություններ։ Մարդիկ, ովքեր դիմեցին հիմնադրամ իրենց վերջին հույսով և ստացան մերժում, առանց իսկական բացատրության։ Մարդիկ, ովքեր տեսան, թե ինչպես են ուրիշները, ավելի հարուստները, ավելի կապված մարդիկ, անցնում առաջ նրանց հերթից։ Մարդիկ, ովքեր հասկացան, որ համակարգը չի նախատեսված օգնելու նրանց, այլ օգտագործելու նրանց, որպես ծածկոց ավելի մեծ խաղերի համար։ Եվ ամենավատը, այս մարդիկ չեն կարող նույնիսկ բողոքել բարձրաձայն, քանի որ ով կլսի նրանց։ Ով կհավատա, որ բարեգործական հիմնադրամը, որը պաշտոնապես օգնել է հարյուրավոր ընտանիքների, իրականում մերժել է հազարավորներին,
պարզապես այն պատճառով, որ նրանք չունեին ճիշտ կապերը։ Համակարգը կատարյալ էր իր ցինիզմով։ Այն օգնում էր բավականաչափ մարդկանց, որպեսզի պահպանի իր լեգիտիմությունը, բայց մերժում էր բավականաչափ շատերին, որպեսզի ապահովի, որ միայն ճիշտ մարդիկ ստանան օգնություն։ Բայց եկեք վերադառնանք այն մարդուն, ով պահում էր գաղտնիքները։ Ռիտա Սարգսյանի մահից հետո նա սկսեց իր խաղը։ Նա չշտապեց։ Նա սպասեց, մինչև փոշին մի փոքր նստեց, մինչև ուշադրությունը շեղվեց այլ թեմաների վրա։ Եվ հետո, 2021 թվականի սկզբին, նա սկսեց կապվել որոշակի մարդկանց հետ։ Ոչ հրապարակայնորեն, ոչ բարձրաձայն, այլ շատ զգույշ, շատ հաշվարկված։ Նա տվեց հուշումներ, որ ունի տեղեկություններ, որոնք կարող են շատ արժեքավոր լինել որոշ մարդկանց համար։ Նա ցույց տվեց փոքր նմուշներ, բավականաչափ, որպեսզի ապացուցի, որ նա իսկապես ունի այն, ինչ պնդում է, բայց ոչ բավականաչափ, որպեսզի բացահայտի ամբողջ պատկերը։ Եվ նա սպասեց առաջարկներին։ Ըստ մի աղբյուրի, ով ծանոթ է այս իրադարձություններին, առաջին առաջարկները եկան շատ արագ։ Մի խումբ, ովքեր վախենում էին, որ իրենց անունները կարող են հայտնվել այդ փաստաթղթերում, առաջարկեցին զգալի գումար դրանք ոչնչացնելու համար։ Մի խումբ բիզնեսմեններ, ովքեր ուզում էին իմանալ, թե ինչ տեղեկություններ կան իրենց մրցակիցների մասին, առաջարկեցին նույնքան շատ դրանք ստանալու համար։ Եվ կային նաև ուրիշներ, քաղաքական ուժեր, օտարերկրյա շահագրգիռ կողմեր, նույնիսկ լրատվամիջոցներ, ովքեր տեսնում էին այդ տեղեկություններում հզոր զենք։ Բայց այդ մարդը չշտապեց ընտրել։ Նա գիտեր, որ եթե շտապի, նա կկորցնի իր առավելությունը։ Նա պահեց տեղեկությունները եւ շարունակեց սպասել, ճիշտ պահին, երբ դրանց արժեքը կլինի ամենաբարձրը։ Եվ այդ պահը թերևս դեռ չի եկել։ Քանի որ այսօր, 3 տարի անց Ռիտա Սարգսյանի մահից, այդ տեղեկությունները դեռ թաքնված են ինչ-որտեղ։ Դրանք դեռ սպասում են իրենց պահին։ Եվ այն մարդը, ով պահում է դրանք, դեռ խաղում է իր խաղը, զգույշ, հաշվարկված, անտեսանելի։ Բայց հարցը չէ, արդյոք այդ տեղեկությունները երբևէ կհրապարակվեն։ Հարցն է, երբ դրանք հրապարակվեն։ Ինչ կփոխվի։ Արդյոք մենք վերջապես կիմանանք ամբողջ ճշմարտություն այն մասին, թե ինչպես էր աշխատում այդ համակարգը, ովքեր էին դրա ետևում եւ ինչքան խորն էր կոռուպցիան։ Թե այդ տեղեկությունները կօգտագործվեն պարզապես որպես զենք նոր քաղաքական պայքարներում եւ ճշմարտությունը կմնա թաքնած նոր շերտերի տակ։ Ժամանակը ցույց կտա, բայց մի բան հստակ է։ Այն, ինչ սկսվեց որպես բարեգործություն, վերածվեց մի բանի, որը շատ ավելի մութ է, քան ցանկացած մեզանից կարող էր պատկերացնել։ Արխիվները։ Երբ մենք լսում ենք այդ բառը, մենք պատկերացնում ենք փոշոտ սենյակներ, հին թղթեր, մոռացված պատմություններ։ Բայց հիմնադրամի արխիվները չէին հին պատմություններ։ Դրանք էին ապրող փաստաթղթեր, որոնք կարող էին ոչնչացնել կարիերաներ, փլուզել ընտանիքներ, փոխել քաղաքական լանդշաֆտը։ Եվ հենց այդ պատճառով դրանք պետք է ոչնչացվեին։ 2019 թվականի ապրիլին, երբ դարձավ պարզ, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը փլվում է, հիմնադրամի դրասենյակներում սկսվեց մի գործողություն, որը հիշեցնում էր ռազմական օպերացիա։ Փաստաթղթերը հանվեցին պահարաններից, դասավորվեցին ըստ կարևորության եւ ամենազգայուն նյութերը սկսեցին ոչնչացվել։ Ոմանք այրվեցին, ուրիշները մանրացվեցին, երրորդները պարզապես անհետացան, առանց որևէ հետքի։ Բայց ոչ բոլոր փաստաթղթերը ոչնչացվեցին։ Ոմանք պահպանվեցին, որպես ապահովագրություն, որպես զենք, որպես հնարավոր փոխանակման քարտ ապագայում։ Եվ այդ փաստաթղթերի մեջ, ըստ նրանց, ովքեր տեսել են դրանք, կային բաներ, որոնք կարող էին ցնցել ամբողջ երկիրը։ Ցուցակներ այն բիզնեսմենների, ովքեր կամավոր նվիրաբերություններ էին կատարել հիմնադրամին, փոխարենը ստանալով պետական պայմանագրեր կամ հարկային արտոնություններ։ Գրառումներ այն պաշտոնյաների մասին, ովքեր օգտագործել էին հիմնադրամի ծառայությունները եւ դրա դիմաց օգնել էին հիմնադրամի ծրագրերին իրենց բաժիններում։ Ապացույցություններ այն մասին, թե ինչպես էր հիմնադրամը օգտագործվում որպես գործիք, հավաքելու տեղեկություններ մարդկանց մասին, տեղեկություններ, որոնք հետո կարող էին օգտագործվել նրանց վերահսկելու կամ շահարկելու համար։ Եվ ամենակարևորը, մանրամասն ֆինանսական հաշվետվություններ, որոնք ցույց էին տալիս, թե որտեղ էին իրականում գնում գումարները, ոչ թե բարեգործության, այլ անձնական հարստացման, քաղաքական ֆինանսավորման, նույնիսկ օֆշորային հաշիվների համար։ Բայց ամենաանհանգստացնող փաստաթղթերը չէին ֆինանսական հաշվետվությունները կամ ցուցակները։ Դրանք էին անձնական նամակները, էլեկտրոնային նամակագրությունները, հեռախոսազանգերի արձանագրությունները։ Փաստաթղթեր, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես էին որոշումները իրականում կայացվում։ Ով էր ասում,
Այս ընտանիքը պետք է ստանա օգնություն, իսկ այդ մյուսը ոչ։ Ով էր որոշում, թե որ բիզնեսմենը պետք է խրախուսվի նվիրաբերել եւ ինչ մեթոդներ էին օգտագործվում այդ խրախուսման համար։ Ով էր տալիս հրահանգներ հետևել որոշակի մարդկանց, հավաքել տեղեկություններ նրանց մասին, օգտագործել այդ տեղեկությունները նրանց դեմ։ Եվ այս փաստաթղթերում ըստ նրանց, ովքեր տեսել են դրանք, կային անուններ, որոնք շատերը կճանաչեին։ Անուններ, որոնք դեռ ազդեցիկ են այսօր։ Անուններ, որոնք երբեք չեն ուզում, որ այդ փաստաթղթերը հրապարակվեն։ Եվ հենց այստեղ է, որ պատմությունը դառնում է իսկապես վտանգավոր։ Քանի որ այդ փաստաթղթերը ոչ միայն ապացույցություններ են անցյալի մասին, դրանք նաև զենք են ներկայի համար։ Ով տիրապետում է այդ փաստաթղթերին, տիրապետում է հզոր լծակի, կարող է սպառնալ, շահարկել, վերահսկել այն մարդկանց, ովքեր չեն ուզում, որ իրենց անցյալը բացահայտվի։ Եվ դա բացատրում է, թե ինչու այդ փաստաթղթերը դեռ թաքնված են։ Դա բացատրում է, թե ինչու այն մարդը, ով պահում է դրանք, դեռ չի հրապարակել դրանք։ Քանի որ այդ փաստաթղթերը ավելի արժեքավոր են որպես գաղտնիք, քան որպես բացահայտում։ Քանի դեռ դրանք գաղտնիք են, դրանք տալիս են իշխանություն։ Բայց երբ դրանք հրապարակվեն, դրանք կդառնան պարզապես պատմություն։ Եվ այն մարդը, ով պահում է դրանք, չի ուզում դառնալ պատմության մաս։ Նա ուզում է մնալ խաղացող, անտեսանելի, բայց ազդեցիկ, վտանգավոր, բայց անհասանելի։ Բայց արդյոք այդ փաստաթղթերը երբևէ կհրապարակվեն։ Արդյոք մենք երբևէ կիմանանք ամբողջ ճշմարտությունը։ Պատասխանը կախված է շատ բաներից։ Քաղաքական իրավիճակից, այն մարդկանց ուժից, ովքեր ուզում են թաքցնել ճշմարտությունը, եւ այն մարդկանց համարձակությունից, ովքեր ուզում են բացահայտել այն։ Բայց մի բան հստակ է. այդ փաստաթղթերը գոյություն ունեն։ Դրանք ինչ որտեղ են։ Եվ ուշ թե շուտ, այս կամ այն կերպ, դրանք կհայտնվեն լույսի տակ։ Եվ երբ դա տեղի ունենա, մենք վերջապես կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչպես էր բարեգործությունը վերածվել բիզնեսի, ինչպես էր հույսը վերածվել շահագործման, եւ ինչպես էր մի կնոջ անունը, ով պետք է լիներ հույսի խորհրդանիշ, դարձել վախի եւ ցինիզմի հոմանիշ։ Բայց մինչ այդ, մենք մնում ենք հարցերի հետ։ Հարցեր, որոնց պատասխանները թաքնված են այդ արխիվներում, այդ գաղտնի փաստաթղթերում, այդ անտեսանելի մարդու ձեռքերում։ Եվ այստեղ է վերջին ամենակարևոր հարցը. ինչ անենք մենք այս ամենի հետ։ Ինչպես ապրենք իմանալով, որ համակարգը, որը պետք է մեզ պաշտպանի, իրականում շահագործում է մեզ։ Ինչպես վստահենք, երբ վստահությունը այդքան անգամ դավաճանվել է։ Ինչպես հույս ունենանք, երբ հույսը վերածվել է ապրանքի, որը վաճառվում է ամենաբարձր գնով առաջարկողին։ Սրանք են հարցերը, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք ինքներս մեզ համար։ Քանի որ ոչ ոք չի տա մեզ այդ պատասխանները։ Ոչ իշխանությունները, ովքեր շահագրգռված են թաքցնելու ճշմարտությունը։ Ոչ այն մարդիկ, ովքեր օգտվել են համակարգից եւ չեն ուզում կորցնել իրենց արտոնությունները։ Ոչ նույնիսկ այն մարդը, ով պահում է գաղտնիքները եւ սպասում է ճիշտ պահին, վաճառելու դրանք ամենաբարձր գնով։ Մենք ենք, ովքեր պետք է որոշենք, ինչպես ապրել այս ճշմարտության հետ, ինչպես կառուցել ապագա, որտեղ այս ամենը երբեք չի կրկնվի։ Առաջին անգամ 35 տարվա ընթացքում այն մարդը, ով պատասխանատու էր Ռիտա Սարգսյանի անձնական անվտանգության համար, համաձայնվեց խոսել տեսախցիկի առջև։ Այն, ինչ նա պատմում է վերջին շաբաթների մասին, կփոխի ամեն ինչ, ինչ դուք կարծում էիք, որ գիտեք։ Սկսած մասնավոր զրույցներից Ռիտայի եւ Սերժի միջև, մինչև հուսահատ փախուստի պլանները, մինչև այն պահը, երբ նրանք հասկացան, որ ամեն ինչ ավարտվել է։ Բացառիկ վկայություն, որը ձեզ կպահի շնչախեղդ։ Այս մարդը, որին կանվանենք Վարդան, հիշում է 1020 թվականի նոյեմբերի սկիզբը որպես ժամանակ, երբ ամեն ինչ սկսեց փլուզվել անսպասելի արագությամբ։ Ռիտա Սարգսյանի առողջական վիճակը, որը տարիներ շարունակ թաքցվել էր հանրությունից, հանկարծ դարձավ քննարկման թեմա նույնիսկ ամենափակ շրջանակներում։ Վարդանը պատմում է. 1020 թվականի նոյեմբերի 12-ին ես ստացա զանգ, գիշերվա 2 ժամին։ Ինձ ասացին, որ պատրաստ լինեմ արտակարգ իրավիճակի։ Երբ հարցրի ինչ տեսակի, ինձ ասացին, պարզապես եղիր պատրաստ։ 4 օր անց, նոյեմբերի 16-ին, Ռիտա Սարգսյանը տեղափոխվեց Նայիրի բժշկական կենտրոնի ռեանիմացիա։ Բայց Վարդանը պնդում է, որ որոշումը տեղափոխել նրան հիվանդանոց կայացվեց ոչ թե բժիշկների, այլ ուրիշների կողմից, մարդկանց, ովքեր հասկանում էին, որ ժամանակը սպառվում է եւ որ անհրաժեշտ է վերահսկել պատմությունը, նախքան այն դուրս կգա վերահսկումից։ Վարդանը պատմում է մի տարօրինակ դեպքի մասին, որը տեղի ունեցավ նոյեմբերի 14-ին, 2 օր առաջ, քան Ռիտան տեղափոխվեր հիվանդանոց։ Նրա տուն եկավ մի մարդ, ում Վարդանը երբեք չէր տեսել նախկին ներքին շրջանակներում։
Այդ մարդը ներկայացավ որպես խորհրդական եւ խնդրեց մասնավոր զրույց Ռիտայի հետ։ Վարդանը, ով պարտավոր էր լինել ներկա բոլոր հանդիպումներին, այս անգամ խնդրվեց հեռանալ։ Երբ այդ մարդը հեռացավ 30 րոպե անց, Վարդանը նկատեց, որ Ռիտայի դեմքը սպիտակ էր եւ նրա ձեռքերը դողում էին։ Երբ Վարդանը հարցրեց. «Ամեն ինչ կարգին է», Ռիտան պարզապես նայեց նրան եւ ասաց. «Ամեն ինչ ավարտվում է, Վարդան, ամեն ինչ»։ Վարդանը փորձեց հարցնել. «Ինչ է նշանակում դա», բայց Ռիտան այլևս չխոսեց այդ մասին։ Բայց հաջորդ օրը Վարդանը նկատեց, որ սկսվեց փաստաթղթերի ոչնչացում։ Ոչ թե հիմնադրամի գրասենյակներում, այլ անմիջապես Ռիտայի անձնական ուսումնասիրության սենյակում։ Թղթեր այրվում էին Բուխարիում, էլեկտրոնային սարքերը ջնջվում էին, հեռախոսները փոխարինվում էին նորերով։ Ինչ-որ մեկը պատրաստում էր վերջին ակտին։ Բայց ով էր այդ խորհրդականը եւ ինչ ասաց նա Ռիտային այդ վերջին հանդիպման ժամանակ։ Վարդանը չգիտի ճշգրիտ բովանդակությունը, բայց նա լսել է տարբեր տարբերակներ։ Ըստ մեկի, այդ մարդը եկել էր նախազգուշացնելու, որ նոր իշխանությունները պլանավորում են հետաքննություն սկսել հիմնադրամի գործունեության մասին եւ որ Ռիտան պետք է պատրաստ լինի հնարավոր հարցաքննությանը։ Ըստ մյուս տարբերակի, այդ մարդը եկել էր առաջարկելու գործարք։ Եթե որոշակի փաստաթղթեր ոչնչացվեն եւ որոշակի մարդիկ լռեն, ապա Ռիտան եւ նրա ընտանիքը կթողնվեն խաղաղության մեջ։ Իսկ երրորդ, ամենամութ տարբերակը պնդում է, որ այդ մարդը եկել էր ասելու ինչ-որ բան ավելի վերջնական, որ Ռիտայի ժամանակը սպառվել է եւ որ նա պետք է ընտրի, ինչպես ավարտել իր պատմությունը։ Որ տարբերակն է ճիշտ։ Մենք երբեք չենք իմանա վստահորեն, բայց մի բան անվիճելի է։ Այդ հանդիպումից հետո Ռիտա Սարգսյանի վարքագիծը փոխվեց։ Նա դարձավ ավելի փակ, ավելի լուռ, կարծես պատրաստվում էր ինչ-որ անխուսափելի բանի։ Վարդանը նաև պատմում է մի այլ մանրամասնության մասին, որը շատերը չգիտեն։ 1020 թվականի նոյեմբերի 15-ին, մի օր առաջ, քան Ռիտան տեղափոխվեր հիվանդանոց, նա հանդիպեց իր երկու դուստրերի՝ Անուշի եւ Սաթենիկի հետ։ Այդ հանդիպումը տևեց մի քանի ժամ, եւ Վարդանը, ով պահպանում էր դուրսը, լսեց ձայներ՝ լաց, բարձրաձայն զրույցներ, հետո երկար լռություն։ Երբ դուստրերը հեռացան, նրանց աչքերը կարմիր էին, եւ նրանք խուսափում էին նայել Վարդանին։ Ինչ էր քննարկվել այդ հանդիպման ժամանակ։ Արդյոք Ռիտան պատմեց իր դուստրերին ճշմարտությունը հիմնադրամի մասին։ Արդյոք նա խոստովանեց իր դերը այն ամենում, ինչ տեղի էր ունեցել։ Թե նա պարզապես հրաժեշտ էր տալիս, գիտենալով, որ նրա ժամանակը սպառվում է։ Վարդանը չգիտի։ Բայց նա հիշում է, որ երբ Ռիտան դուրս եկավ այդ հանդիպումից, նրա դեմքը ուներ մի տարօրինակ խաղաղություն։ Կարծես նա վերջապես ազատվել էր մի ծանրությունից, որը կրել էր տարիներ շարունակ։ 1020 թվականի նոյեմբերի 20-ին Ռիտա Սարգսյանի ճանապարհորդությունը ավարտվեց։ Պաշտոնական տարբերակով նա մահացավ Երևանում, Նայիրի բժշկական կենտրոնում, շրջապատված ընտանիքի անդամներով։ Բայց կան նաև այլ տարբերակներ։ Որոշ աղբյուրներ պնդում են, որ նա մահացավ Գերմանիայում, որտեղ տեղափոխվել էր բուժման համար։ Ճշմարտությունը, ինչպես միշտ, թաքնված է հակասական տեղեկությունների ծովում։ Բայց անկախ նրանից, թե որտեղ տեղի ունեցավ նրա վերջին պահը, մի բան անվիճելի է։ Նրա մահը նշանակեց մի դարաշրջանի ավարտ։ Դարաշրջան, որը սկսվել էր հույսով եւ խոստումներով, բայց ավարտվեց կասկածներով եւ չպատասխանված հարցերով։ Վարդանը, ով ներկա էր վերջին օրերին, ասում է. «Ես տեսա շատ բան իմ կյանքում, բայց այն, ինչ տեսա այդ վերջին օրերին, ցույց տվեց ինձ, որ իշխանությունը միշտ ունի իր գինը, եւ երբեմն այդ գինը վճարվում է ոչ թե դրամով, այլ հոգով»։ Բայց Ռիտա Սարգսյանի մահը չավարտեց պատմությունը, այն միայն բացեց նոր գլուխ, որտեղ գաղտնիքները սկսեցին դանդաղորեն արտահոսել, որտեղ մարդիկ սկսեցին խոսել, որտեղ ճշմարտությունը սկսեց դանդաղորեն, շատ դանդաղորեն, բայվորեն, բայց անխուսափելիորեն ելնել մութ անկյուններից դեպի լույս։ Հիմնադրամը, որը մի ժամանակ եղել էր անձեռնմխելի, սկսեց ենթարկվել ուսումնասիրության։ Մարդիկ, ովքեր լռել էին տարիներ շարունակ, սկսեցին գտնել համարձակություն խոսելու համար։ Եվ փաստաթղթերը, որոնք թաքնված էին այդքան ուշադիր, սկսեցին հայտնվել անսպասելի վայրերում։ Բայց ամենակարևոր հարցը մնում է. ով էր իրականում Ռիտա Սարգսյանը։ Ով հայտնվել էր իշխանության խաղերի մեջ եւ պարզապես կատարում էր իր դերը։ Թե հաշվարկող խաղացող, ով օգտագործեց իր դիրքը կառուցելու մի ամբողջ համակարգ, որը սնվում էր հույսով եւ վախով միաժամանակ։ Պատասխանը հավանաբար ինչ-որտեղ այդ երկու ծայրահեղությունների միջև է։ Բայց մենք երբեք չենք իմանա վստահորեն, քանի դեռ այն մարդիկ, ովքեր իսկապես գիտեն ճշմարտությունը, շարունակում են լռել։ Հիմա եկեք խոսենք այն մասին, ինչ տեղի ունեցավ հիմնադրամի հետ Ռիտա Սարգսյանի մահից հետո։ Պաշտոնապես հիմնադրամը շարունակեց գործել որոշ ժամանակ, բայց նրա գործունեությունը զգալիորեն նվազեց։
Նվիրատվությունները, որոնք մի ժամանակ հոսում էին անդադար, դանդաղեցին մինչև կաթիլ։ Բիզնեսմենները, ովքեր մի ժամանակ կամավոր նպաստում էին հիմնադրամին, հանկարծ դադարեցրին իրենց բարեգործությունը։ Պաշտոնյաները, ովքեր մի ժամանակ ակտիվորեն աջակցում էին հիմնադրամի ծրագրերին, սկսեցին հեռանալ։ Եվ մարդիկ, ովքեր մի ժամանակ երախտապարտ էին հիմնադրամին, սկսեցին հարցնել անհարմար հարցեր։ Ինչու էր հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները այդքան անորոշ։ Ուր էին գնացել բոլոր այն գումարները, որոնք հավաքվել էին տարիների ընթացքում։ Եվ ամենակարևորը, ինչու էր այդքան շատ մարդիկ, ովքեր իսկապես կարիքավոր էին, մերժվել օգնությունից, մինչդեռ ուրիշները, ավելի հարուստները, ավելի կապված մարդիկ ստացել էին ամբողջական աջակցություն։ 1021 թվականի սկզբին սկսվեցին առաջին պճին պաշտոնական հետաքննությունները։ Հարկային ծառայությունը սկսեց ուսումնասիրել հիմնադրամի ֆինանսական գործունեությունը։ Դատախազությունը ստացավ բողոքներ մարդկանցից, ովքեր պնդում էին, որ հիմնադրամը պահանջել է անօրինական վճարներ դրա դիմաց, որ տրամադրի օգնություն։ Եվ լրատվամիջոցները սկսեցին հրապարակել նյութեր, որոնք քննարկում էին հիմնադրամի գործունեության մութ կողմերը։ Բայց այս հետաքննությունները շատ արագ հանդիպեցին խոչընդոտների։ Փաստաթղթերը, որոնք կարող էին ապացուցել անօրինական գործունեությունը, բացակայում էին կամ ոչնչացված էին։ Վկաները, ովքեր կարող էին տալ կարևոր տեղեկություններ, հրաժարվում էին խոսել կամ հանկարծ փոխում էին իրենց պատմությունները։ Եվ մարդիկ, ովքեր կարող էին պատասխանատվություն կրել, կամ արդեն հեռացել էին երկրից, կամ թաքնվել էին իրավական պաշտպանության ետևում։ Հետաքննությունները շարունակվեցին որոշ ժամանակ, բայց դանդաղորեն կորցրին իրենց իմպուլսը։ Եվ վերջապես, առանց որևէ պաշտոնական եզրակացության, դրանք լուռ փակվեցին։ Բայց ինչու տեղի ունեցավ այդ։ Ինչու հետաքննությունները, որոնք սկսվել էին այդքան մեծ աղմուկով, ավարտվեցին այդքան լուռ։ Պատասխանը, ըստ նրանց, ովքեր ծանոթ են իրավիճակին, կայանում է այն փաստում, որ շատ ազդեցիկ մարդիկ ունեին շահ, որ ճշմարտությունը երբեք չբացահայտվի։ Քանի որ եթե ճշմարտությունը բացահայտվեր, այն կվնասեր ոչ միայն Ռիտա Սարգսյանի հիշատակին, այլև բազմաթիվ այլ մարդկանց՝ բիզնեսմեններ, պաշտոնյաներ, նույնիսկ քաղաքական գործիչներ, ովքեր այս կամ այն կերպ կապված էին հիմնադրամի հետ։ Այդ մարդիկ օգտագործեցին իրենց ազդեցությունը, իրենց կապերը, իրենց ռեսուրսները, ապահովելու, որ հետաքննությունները չհասնեն իրենց դռանը։ Եվ նրանք հաջողեցին։ Ոչ թե այն պատճառով, որ նրանք անմեղ էին, այլ այն պատճառով, որ նրանք բավականաչափ հզոր էին, պաշտպանելու իրենց գաղտնիքները։ Սա է իշխանության իրականությունը։ Ով ունի բավարար ազդեցություն, կարող է գնել լռությունը, կարող է թաղել ճշմարտությունը, կարող է վերաշարադրել պատմությունը։ Բայց թեև պաշտոնական հետաքննությունները փակվեցին, ոչ պաշտոնական հետաքննությունը շարունակվում է մինչ օրս։ Լրագրողները, ովքեր չեն հանձնվում, շարունակում են փորել։ Ակտիվիստները, ովքեր պահանջում են արդարություն, շարունակում են բարձրաձայնել։ Եվ մարդիկ, ովքեր վնասվեցին այդ համակարգից, շարունակում են պատմել իրենց պատմությունները, հույս ունենալով, որ ուշ թե շուտ ինչ որ մեկը կլսի, ինչ որ մեկը կհոգա, ինչ որ մեկը կանի ինչ որ բան։ Եվ թերևս, միայն թերևս, մի օր ճշմարտությունը կբացահայտվի ամբողջությամբ։ Մի օր այն փաստաթղթերը, որոնք դեռ թաքնված են, կհայտնվեն լույսի տակ։ Մի օր այն մարդիկ, ովքեր դեռ լռում են, կգտնեն համարձակություն խոսելու համար։ Եվ մի օր մենք վերջապես կիմանանք ամբողջ ճշմարտությունը այն մասին, թե ինչ իսկապես կատարվում էր այդ պալատների ետևում, այդ գեղեցիկ խոսքերի ետևում, այդ բարեգործական ծրագրերի ետևում։ Բայց մինչ այդ օրը գալը, մենք մնում ենք հարցերի հետ։ Հարցեր, որոնք տանջում են մեզ, որոնք չեն թողնում մեզ հանգիստ, որոնք պահանջում են պատասխաններ։ Ինչպես թույլ տվինք, որ այս ամենը տեղի ունենա։ Ինչպես մենք լռեցինք, երբ պետք է խոսեինք։ Ինչպես մենք թույլ տվինք, որ բարեգործությունը վերածվի բիզնեսի, որ հույսը վերածվի շահագործման, որ մարդկանց ամենախորը ցավը օգտագործվի որպես լծակ, վերահսկելու եւ շահարկելու նրանց։ Եվ ամենակարևորը, ինչպես կարող ենք ապահովել, որ այս ամենը երբեք չկրկնվի։ Սրանք են հարցերը, որոնց պատասխանները մենք պետք է գտնենք ինքներս մեզ համար։ Քանի որ ոչ ոք չի տա մեզ այդ պատասխանները։ Մենք ենք, ովքեր պետք է սովորենք այս դաս։ Մենք ենք, ովքեր պետք է կառուցենք ապագա, որտեղ իշխանությունը չի կարող թաքնվել բարության դիմակի ետևում, որտեղ բարեգործությունը իսկապես նշանակում է օգնել նրանց, ովքեր ամենաշատն են կարիքավոր, եւ որտեղ ոչ ոք չի կարող շահագործել մարդկանց ցավը իր սեփական շահերի համար։ Եվ այստեղ մենք հասնում ենք վերջին ամենակարևոր հարցին։ Արդյոք Ռիտա Սարգսյանը գիտեր ամբողջ ճշմարտությունը։ Արդյոք նա գիտեր, թե ինչ էր կատարվում նրա անվան ներքո, թե ինչպես էր հիմնադրամը վերածվել մի բանի, որը շատ ավելի մութ էր, քան պարզ բարեգործություն։ Արդյոք նա էր այդ համակարգի ճարտարապետը, թե պարզապես թույլ էր տալիս, որ ուրիշները օգտագործեին նրա դիրքը։ Մենք երբեք չենք իմանա վստահորեն,
Ռիտա Սարգսյանը տարավ իր գաղտնիքները իր հետ, բայց մի բան մենք կարող ենք ասել վստահորեն, անկախ նրանից, թե որքան նա գիտեր կամ չգիտեր, որքան նա մասնակից էր կամ չէր, նրա անունը հավերժ կմնա կապված այդ պատմության հետ։ Պատմություն, որը սկսվել էր հույսով, բայց ավարտվեց ցավով։ Պատմություն, որը խոստացել էր օգնություն, բայց տվեց շահագործում։ Պատմություն, որը պետք է լիներ լույսի խորհրդանիշ, բայց դարձավ ստվերների պատմություն։ Բայց թերևս ամենակարևոր դասը, որը մենք կարող ենք սովորել այս պատմությունից, այն է, որ իշխանությունը միշտ գայթակղեցնող է, եւ որ նույնիսկ լավագույն մտադրություններով սկսված բաները կարող են ապականվել, երբ իշխանությունը չի վերահսկվում, երբ թափանցիկությունը բացակայում է, երբ մարդիկ վախենում են խոսել։ Ռիտա Սարգսյանի պատմությունը պատմություն է այն մասին, թե ինչպես կարող է մի կին, ով սկսել է իր ճանապարհը որպես պարզ աղջիկ Ստեփանակերտից, վերջապես հայտնվել իշխանության կենտրոնում եւ դառնալ մի համակարգի խորհրդանիշ, որը շատերը համարում են ապականված եւ անարդար։ Բայց դա նաեւ պատմություն է այն մասին, թե ինչպես կարող են մարդիկ, երբ նրանք լռում են, երբ նրանք վախենում են, երբ նրանք թույլ են տալիս, որ իշխանությունը գործի առանց վերահսկման, դառնալ համակիր այն համակարգի, որը վնասում է նրանց բոլորին։ Այսօր, երբ մենք նայում ենք հետ այդ տարիներին, մենք տեսնում ենք մի պատմություն, որը լի է հակասություններով։ Մի կողմից հիմնադրամը իսկապես օգնեց հարյուրավոր ընտանիքների ունենալ երեխաներ, իսկապես տվեց հույս նրանց, ովքեր կորցրել էին այն։ Մյուս կողմից այն նաև ստեղծեց մի համակարգ, որը շահագործում էր մարդկանց ցավը, որը օգտագործում էր բարեգործությունը որպես ծածկոց ավելի մութ նպատակների համար, որը բաժանում էր մարդկանց արժանիների եւ անարժանիների վրա, ոչ թե ըստ նրանց կարիքի, այլ ըստ նրանց կապերի եւ ազդեցության։ Որ կողմն է ճշմարիտը։ Հավանաբար երկուսն էլ, քանի որ կյանքը հազվադեպ է լինում սև կամ սպիտակ։ Այն ավելի հաճախ մոխրագույն է, լի հակասություններով, բարդություններով, անհասկանալի ընտրություններով։ Եվ Ռիտա Սարգսյանի պատմությունը հենց այդպիսի պատմություն է, մոխրագույն, բարդ, լի հարցերով, որոնց պատասխանները մենք երբեք չենք իմանա ամբողջությամբ։ Բայց մի բան մենք կարող ենք անել։ Մենք կարող ենք սովորել այս պատմությունից։ Մենք կարող ենք հասկանալ, որ բարեգործությունը չպետք է երբեք լինի անվերահսկելի, որ իշխանությունը չպետք է երբեք լինի անտեսանելի, որ մարդկանց ցավը չպետք է երբեք օգտագործվի որպես լծակ։ Մենք կարող ենք պահանջել թափանցիկություն, պահանջել հաշվետվողականություն, պահանջել, որ նրանք, ովքեր պնդում են, որ օգնում են մեզ, իսկապես օգնեն առանց թաքնված պայմանների, առանց անտեսանելի գների, առանց բաժանելու մեզ արժանիների եւ անարժանիների վրա։ Եվ մենք կարող ենք խոսել։ Խոսել, երբ տեսնում ենք անարդարություն։ Խոսել, երբ տեսնում ենք շահագործում։ Խոսել, երբ տեսնում ենք, որ իշխանությունը օգտագործում է ոչ թե օգնելու համար, այլ վնասելու համար։ Քանի որ միայն երբ մենք խոսում ենք, միայն երբ մենք պահանջում ենք ճշմարտություն, միայն երբ մենք չենք թույլ տալիս, որ վախը մեզ լռեցնի, մենք կարող ենք փոխել համակարգը։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ է Ռիտա Սարգսյանը դեռ հիշվում։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։